Մի անգամ մեր ընկերության կազմակերպած ճամփորդությունների ժամանակ միջազգային թիմի հետ գնացել ենք Ինդոնեզիա, Բալի կղզի, շքեղ մի ճամփորդություն, ամենաթանկ հյուրանոցներից մեկն էին վերցրել, ոնց էր կոչվում այդ հյուրանոցը։ Հեսա կհիշեմ կասեմ, աշխարհի ամենաթանկ հյուրանոցներից մեկն էր եւ իրոք թագավորական ճամփորդություն էր, որի ժամանակ ծանոթացա մի կնոջ հետ, անունը Ֆայնա, իր ծննդյան տարեդարձն էր, այդպես ծանոթացանք, կոլեկտիվը մեծ էր եւ բոլորի հետ շփվելու հնարավորություն չկար, բայց մի օր Ֆայնայի 73 տարին էր եւ բոլորով ռեստորանում հավաքված էինք, ընթրիքից հետո տորտ բերեց հյուրանոցը, շնորհավորեցի, ես մոմերը տեսա 83, ես շոկի մեջ էի ճիշտն ասած, կինը շատ հաջողակ կին է ցանցային մարքեթինգի բիզնեսում։ Այն ժամանակ ինքը էլիտար տնօրենի կարգավիճակում էր, իսկ ես ոսկե տնօրենի, ես ամուսինս, ոսկե տնօրենի կարգավիճակում էինք եւ մեզանից շատ գոհ, որ մենք շատ հաջողակ ենք ցանցային մարքեթինգի բիզնեսի ոլորտում։ Եվ այդ կինը, որը 83 տարեկան է, մեզանից մի 5 ռանգ բարձր, որ պատկերացնեք, մուլտիմիլիոնատեր, 83 տարեկան։ Ճիշտն ասած շոկի մեջ էի, որովհետև իր այդ ճամփորդությունների ժամանակ ինչ-որ տեղ, որ տանում էր մեզ ավտոբուսով տանում էին տարբեր տեղերի Ինդոնեզիայի ցույց էին տալիս, տեսել էի կնոջը, բայց մտքովս չէր անցել, որ 83-ը մտածում էին ու մաքսիմում 70 կլինի կամ ինչ-որ 60 քանիս, էլի, որովհետև շատ երիտասարդ էր երևում։ Իսկ պարզվում է, որ ինքը այդ տարիների ընթացքում ցանցային մարքեթինգի բիզնեսով զբաղվելու ընթացքում նաև շատ ուժեղ սպորտով է զբաղվել եւ ինքը իր առողջությամբ է զբաղվել եւ դրա համար շատ երիտասարդ տեսք ուներ։ Իսկ հետո երբ որ ես մոտեցա իրան, մենք ծանոթացանք, Իրիկոնը բոլորը արդեն ծրվել էին եւ այլն, ես սկսեցի իրան հարց ու փորձ անել, ինքը հայ չի, նենց ազգա, որ ասեմ կարող եք հայերով խփեք ստեղ, դրա համար չեմ ասի, մեր ընկերությունը միջազգային ընկերություն է եւ տարբեր երկրներից են մարդիկ համագործակցում։ Մի խոսքով, կինը բացեց իր հեռախոսը ու ինձ ցույց տվեց, ասում է, «Էս իմ թորնիկն է, էս իմ թորնիկի համար ավտո էի առել, նայի քնարիկ ջան, էս իմ մյուս թորնիկը սա իր համար տուն եմ առել եւ այնպես ցույց է տալի եւ այլն»։ Ու ես այնց նայում եմ այդ կնգան ու ասում եմ, «Տեր Աստված, քնարիկ, դու քո մասին մեծ կարծիք ես, ելնայ 83 տարեկան կին